Պարոն Եղոյան, երեք ուժեղ Հայաստանը առաջարկեց իր թերքնացիոն ձեր քննարկման, ձեր դատին ներկայացրեց Արեգա Հովսեփյանին։ Հիմա մենք տեսնում ենք հարցերից շատը, թե արդյոք ուժեղ Հայաստանը տեսնում է Հայաստանը Եվրամիության կազմում։ Հիմա օրինակ նույն հարցը ուզում եմ ձեզ տալ, այդպես ձեր պատգամավորներից մեկը հարցրեց, չէ, տեսեք, ասում են, եթե այսօր հանրաքվե լիներ, դուք որ կողմին կքվեարկեիք, մնալ ԵԱՏՄ-ում, թե գնալ ԵՄ։ Այդ հարցին մենք պատասխանել ենք անցած տարի ընդունված օրենքով։ Դա օրենք է, կրկնում եմ։ Դա օրենք է, կրկնում եմ, դա օրենք է։ Եթե ուզում եք նորից ասեմ, նորից կասեմ, իհարկե կքվեարկեինք Եվրամիություն անդամ դառնալու կողմ, բայց որպեսզի այդ ձևի հարցեր չծագեն, մենք դա նաև ամրագրել ենք Հայաստանի Հանրապետության օրենքով ընդունված այս դահլիճում, որին կողմ է քվեարկել մեր ֆրակցիան, որը անցել է մեր հանձնաժողովով, Եվրոինտեգրալ հարցի հանձնաժողով, ստացել է դրական եզրակացություն, հասել է լիագումարնիստի դահլիճ եւ դահլիճ եւ հիմա ուղիղ չեք ասում, ասում եք մենք այլընտրանք ենք ընտրում։ Նիկոլ Փաշինյանը ինչ ուղիղ չենք ասում, ասեք ասեմ, ինչ ասեմ։ Այո, դե Ռուսաստանը դրանց պահանջում է հստակեցում, ԵՄ է գնում, թե ԵԱՏՄ, դուք ասում եք մենք դեռևս այլընտրանքները փնտրտուքի մեջ ենք։ Բայց կրկնում եմ, այդ հարցի պատասխանը, օրենք ընդունած ինչ անենք։ Ինչ օրենք ընդունած գրած է օրենքի մեջ, դրանից ուղիղ էլ ոնց ասենք։ Ես չեմ հասկանում։ Փաշինյանը չի ասում։ Ինչ չի ասում, կարող ես ձեր հարցը չեմ հասկանում։ Իրենք պահանջում են, չէ՞, Ռուսաստանից պահանջում են հարաքվե։ Չէ, բայց Ռուսաստանը կներեք, օտար մի րոպե, չէ, մի րոպե, օտար պետությունը չի որոշում Հայաստանում երբ պիտի հարաքվե լինի։ Այն հարցի դիրքորոշումը արտահայտված է օրենքով եւ գումարած նաեւ քաղաքական մակարդակում 1000 անգամ այդ մասին արված հայտարարություններով։ Հիմա հանրաքվե երբ կլինի, երբ չլինի, դա որևէ երրորդ պետության գործը չի։ Դա մեր եւ Եվրամիության հարաբերությունների գործն է։ Այդտեղ մեկը մյուսի հետ ինչ կապ ունի, ես չեմ։ Դուք հարցնում եք ժամկետից, թե ախր խոսափողը ստեղ է, ես ո՞նց կամերային եմ։ Հա։ Լավ, դուք հիմա հարցնում եք ժամկետից, թե ցանկությունից։ Դրանք տարբեր բաներ են։ Ես ոչ ժամկետից, ոչ ցանկությունից, պարոն Եղոյան, ես ասում եմ, եթե Հայաստանը որոշել է, այո, ԵՄ ճանապարհով է գնում։ Ինչի այս տարի հանրաքվե չի անում։ Ինչու՞ օրինակ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չի խոսում։ Որտեղ դրա կարիքը չկա այսօր։ Դրա կարիքը չկա։ Այսինքն մենք մնում ենք ԵԱՏՄ-ում, այնքան ժամանակ, մինչև ինքը մեզ պետք չլինի, ու հետո կգնանք ԵՄ։ Դե դա մի քիչ կոպիտ ձևակերպում է, ոչ թե մինչև մեզ պետք չլինի, այլ քանի դեռ այնտեղ մնալը փոխշահավետ է։ Դրա համար Հայաստանում փոխշահավետ է մեզ համար։ Բնականաբար մեզ համար էլ շահավետ, այո, բնականաբար ինչպես աշխարհում է, դա ասում են մեզ օգտագործելով մեր հաշվին մի ճանապարհ հարթեք դեպի Դե բայց կներեք, այդպես դե կներեք, էլի դա հարցի մի քիչ վուլգարացում է։ Ես իրենց հայտարարություն։ Դե իրենց, բայց դուք իրենց խոսնակը հոչեք։ Ես իրենց հայտարարությունը առանց ձեզ եմ լսել, բայց կներեք, մաքսային միության մեջ այնպես չի, որ մեկը մեկին օգտագործում է։ Ինչ է մաքսային միությունը։ Մաքսային միությունն է, բոլոր պետությունները օգտագործում են միմյանց հնարավորությունները իրենց տնտեսությունները զարգացնելու համար։ Մեկ ընդհանուր մաքսային սահման է, մեկ ընդհանուր մաքսային ուրեմն կացը է, այսպես ասած, որտեղ հավաքվում են բոլոր պետություններից հավաքագրված մաքսերը։ Հիմա եթե դուք նայեք օրինակ մեր վճարած մաքսերի ծավալը եւ հետ ստացած ծավալը, մոտ եթե չեմ սխալվում, երկու անգամ գերազանցում են մեր վճարած, որտեղ շատացել էին։ Հա, մոտավորապես մոտավորապես երկու անգամ տարբերություն կա այնտեղ, ժամանակա չկա տարբերություն, տարիկա լինում է, տարիկա չի լինում։ Այսինքն դա այնպես չի, որ ինչ-որ մեկը գնացել է մյուսի հնարավորություններից օգտվում է։ Մաքսային միության իմաստն է, որ բոլորով բոլորի հնարավորություններից օգտվեն։ Ահա այդպիսի մաքսային միություն է նաև Եվրամիությունը։ Այնտեղ էլ բոլորով բոլորի հնարավորությունից օգտվում է, շատ սխալ կլինի ասել, որ գիտեք, օրինակ Էստոնիան օգտվում է, չգիտեմ, Չեխիայի հնարավորություններից։ Դա այդպես չի հարցը դրված։ Տեսեք, ճիշտ է, այս ուժի առաջնորդի իրենց առանցքային դեպքերի հայտարարությունները լսելով, Ռուսաստանի հետ ավելի սերտացնելու, ԵԱՏՄ-ում ավելի խորացնելու։ Դե անդամ ենք էլ ավելի խորացնել, իրենց ավելի խորը հայտարարությունները։ Okay, ձեր հարցադրումների ինչ որտեղ ներսում հասկանալի է, որ չեք պատկերացնում իրենց եվրոպական ինտեգրումը, բայց ով ասել չենք պատկերացնում։ Դե հարցադրումներն այդ մասին են, ըստ էության, որ հա իրենց ուղղված հարցադրումները, հա, որ չեն պատկերացնում իրենք, հա։ Եվ տեսեք, չէ որ իշխանականների համար հարցեր կան, որ ինչպես են բանում, բայց դուք այդպես լինելով
Եվի կողմնակից հա քաղաքական ուժը մենք էլի առանցքային գործողություններ չենք տեսել դեպի Եվրոպա։ Օրինակ այդ օրենքը ընդունվեց ոչ ժամկետներ ուներ, ասենց անհասցե մի բան, նույնիսկ այսպես ասած պաշտոնյա չնշանակվեց։ Հիմա կառավարության կառուցվածքը ինչ պաշտոնյա կա։ Օրինակ ակնկալի կար, որ փոխվարչապետ պետք է լինի, որ ոչ Մհեր Գրիգորյանը եւ ԵԱՏՄ-ն չհամակարգի եւ ԵՏՄ-ն չհամակարգի։ Դուք այսպես ինչ որ փոխնախարար գոնե առանձին ԱԳՆ-ում այդ մասով չեղավ։ Դուք ինչ եք արել բացի այդ անհասցե օրենքը ընդունելուց։ Նախ օրենքի վերաբերյալ օրենքը նախաձեռնվել է քաղաքացիների կողմից, եղել է նախաձեռնող խումբ եւ ասեք ես ինչ ժամանակահատվածում հատկապես լրացման աստիճան կա, չես կարող օրենքը ջնջել նորից գրել։ Եվ այդպես օրենքը եկել է ազգային ժողովի դատին, դա այստեղ չի գրվել, որ ձեր ասած հարցին ես պատասխանում։ Մենք կարող ենք այն կամ ընդունել, կամ մերժել, կամ ասած ձեզ լրացնել, այդտեղ լրացումներ կատարվել են, եթե հիշում եք, ոչ միայն տեխնիկական, այնտեղ շատ թեթև բովանդակային բնույթեր կա, մենք չենք կարող կներեք, ճիշտ չէր լինի, որ մենք դնեինք 80-90%-ով խմբագրեինք իրանց բերած օրենքը, դա ճիշտ չի։ Հիմա ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ հարաբերություններին, ընկերներ, դուք չեք հետքի, չէ՞ որ անցած 7 տարիների ընթացքում Եվրամիության հետ մեր հարաբերությունները աննախադեպ խորացել են։ Ես թվարկեմ նախ ռազմավարական գործընկերությունը այն որ նախ Հայաստան ուղարկվեց Եվրամիության դիտորդական առաքելությունը մեր պետության համար շատ ճակատագրական պահի։ Սա հասկանալի է, չէ՞ որ Եվրամիությունում բարձրագույն քաղաքական մակարդակում է այս որոշումը կայացվել 27 պետությունների ղեկավարների համաձայնությամբ։ Սա մեկ։ Սրան ի պատասխան մենք միացանք նաև CSDP CSDP ընդհանուր անվտանգային եւ արտաքին քաղաքականության գործիքների միանալու, իրենց առաքելությունների միանալու, մասնակցելու համաձայնագրին, այսինքն հետ այսօր մենք էլ կարող ենք իրենց կողմից, ինչպես օրինակ Կանադան մասնակցում է, չլինելով ԵՄ անդամ, մասնակցում է Հայաստանում իրենց առաքելությանը, ահա այդպես մենք էլ կարող ենք հետ այսօր անցած տարի մենք վավերացրեցինք այդ համաձայնագիրը, որ այլ երկրներում մասնակցենք իրենց կողմից իրականացվող առաքելություններին, առևտրաշրջանառությունն է աճել տարիների ընթացքում, ուղղակի ինչու դա դեռ օրինակ, չգիտեմ, չի հասել 20, 30, չգիտեմ, 40%-ի, ինչու, որովհետև զուգահեռաբար ԵԱՏՄ-ում պատերազմից հետո մեր ընդհանուր առևտրաշրջանառությունը մի պահ ահռելի աճեց, այդ թվում նաև ոսկու, ադամանդի եւ այլի ներկրման եւ արտահանման հետևանքով, քանի որ մեր ընդհանուր առևտրաշրջանառությունը շատ մեծ տեմպով աճեց, այդ շրջանառության մեջ Եվրամիության կտորը փոքր էր, մի պահ 6% էր, հետո դարձավ 7%, այսօր արդեն հասել է 12%-ի։ Ինչի հաշվին։ Չէ, ասում Եվրամիության հետ բուն բացի են, որ համամասնության մեջ աճեց, բուն ինքն էլ ամեն տարի 10-15%-ի աճ է արձանագրել այն կողմում ուրեմն Եվրամիության հետ առևտուրը։ Բացի դրանից, քաղաքական երկխոսությունը ասեցի, ստանդարտիզացիայի process-ը, մենք ահռելի մեծ աշխատանք ենք տարել, ընկերներ, ես ձեզ մի բան ասեմ, էլի, բազմաթիվ բաներ են տեղի ունեցել օրենսդրական մակարդակում, ենթաօրենսդրական մակարդակում, որոնք բխել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության համաձայնագրից, որոնք գիտեք այդքան չի թմբկահարվել եւ սննդի անվտանգության ոլորտում եւ չգիտեմ դատաիրավական բարեփոխումների հետ կապված եւ թմբկահարում եք ԵՄ-ի հետ կապված որովհետեւ դրանք տեխնիկական մի քիչ գիտեք իրանք տեխնիկական հարցեր են օրինակի համար սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից Եվրամիության ստանդարտները իրանք այդպես գիտեք այդպես մեծ տարերով տրաֆարետային գովազդի ենթարկելու համար չեն իրանք միտված են փոխելու մեր ամենօրյա կյանքը բարձրացնելու մեր կյանքի որակը եւ բազմաթիվ բարեփոխումներ այդ առումով կատարվել են եւ դուք չեք հերքի չէ օրինակ որ հիմա օրինակ Հայաստանի Հանրապետությունում կյանքի որակը հիմա է ավելի մոտ Եվրամիության ստանդարտներին թե սրանից 10 տարի առաջ չէ պարզ հարց էլի հիմա է ավելի դուք այդքան շրջագայում եք չէ 10 տարի առաջ եք
հաստատ եղել 10 տարի առաջ եք եղել Եվրամիությունում, չգիտեմ, Վրաստանում եք եղել, Հայաստանում եք եղել, երբ հիմա կյանքի որակը ավելի չի մոտեցել ԵՄ ստանդարտներին։ Ես չեմ ուզում մանրամասնել, ասել այս բարեփոխումն ու այն բարեփոխումը, սա ու նա, բայց ես նաև մի ուրիշ բան պետք է ասեմ, որ այո, մենք այդ ընթացքում բախվել ենք որոշակի կառուցվածքային խնդիրների, եւ այդ կառուցվածքային խնդիրները հաղթահարելու ընթացքում դուք էլի նույն ջանասիրությամբ եկել եւ նույն հարցերն եք տվել, թե ինչու եք դուք հաղթահարում կառուցվածքային խնդիրները եւ թե ինչու եք Եվրամիության հետ հարաբերությունները խորացնում, ով ձեզ նման Չէ, դուք իմաստը չհասկացաք։ Եվրամիության հետ հարաբերությունը խորացնելու մասին չի հարցը։ Ստանդարտիզացիայի ընթացքում, երբ դու դնում ես որոշակի ստանդարտի մակարդակ, այն արտադրողները, որոնք ընկնում են այդ ստանդարտից ներքև, իրենց գործերը վատանում են։ Չէ, իրենց գործերը վատանում են, իրենց բիզնեսը որոշակի նեղվում է, եւ դուք ինչա չեք տվել այդ հարցերը, որ ինչու եք այդ բարձր ստանդարտը դնում, ժամանակ տվեք, այդ ժամանակը տրվել է։ Պարոն Եղորյան, Որոշները օգտվել են, որոշները չեն օգտվել։ Դուք թվարկում եք ձեր այդ Եվրամիության այդ ակտիվ քայլերը, ուժեղ Հայաստանն էլ ասում է մեղադրում է, որ Եվրաինտեգրման հանձնաժողովը չի աշխատել ու իրանք հույս ունեն։ Իրանք ուղղակի չգիտեն։ Արդյոք հանձնաժողովը այդ ակտիվացման Ասեք, ընկերներ ջան, իրանք ոչ թե ասում են չի աշխատել, ասում են նիստերն են քիչ եղել, իրանք ուղղակի նոր են ազգային ժողովում, իրանք տեղյակ չեն, թե հանձնաժողովների նիստերը ոնց են հրավիրվում։ Հանձնաժողովի նիստը, ինչպես ազգային ժողովի լիագումար նիստը, ինքը չի հրավիրվում, ես թողեք ես պատասխանեմ ձեր հարցին։ Չի հրավիրվում հանձնաժողովի նախագահի հայեցողությամբ։ Առավոտը զարթնի հանձնաժողովի նախագահ գրի չաթում, ասի եկեք այսօր մի հատ նիստ անենք։ Պետք է կամ օրինագիծ գա հանձնաժողով, ինչպեսին որ եղել է, կամ միջազգային պայմանագիր վավերացման մասին եզրակացության, ինչպեսին որ եղել է, կամ բյուջեի քննարկում պետք է լինի, կամ կառավարության կատարողականի քննարկում պետք է լինի, կամ հանրային հնչեղության մի այնպիսի հարց լինի, որ հանձնաժողովը համարի, որ դա պետք է հենց բաց տեսախցիկների առջև քննարկվի, այդ դեպքերի համար մենք արել ենք ոչ թե հանձնաժողովի նիստ, այլ 2 անգամ 24 թվականին արել ենք խորհրդարանական լսումներ, երբ այս ձեր ասած օրենքին նախորդող քննարկումներն են եւ այլ, այսինքն բոլոր 3 պատճառներով էլ մենք երբ եղել է դրա անհրաժեշտությունը, նիստի դեպքում արել ենք նիստ, խորհրդարանական լսումի դեպքում արել ենք լսում։ Հիմա անկախ նայած ով կլինի այդ հանձնաժողովի նախագահը, նիստերի քանակը էականորեն չի փոխվելու, եթե իհարկե ուղղակի ձևի համար, չասես տեսախցիկը միացրեք, նիստ է, ինչ-որ բան քննարկեն, ինչ-որ բան խոսեն մարդիկ առանց եզրակացության, առանց քվեարկության։ Սրան գումարած հանձնաժողովի նախագահը ի պաշտոն է նաև Հայաստան ԵՄ համաձայնագրի կիրարկման միջոցառումներն ապահովող միջգերտեսչական հանձնաժողովի անդամ է, այսինքն ես, այդ հանձնաժողովի անդամ նաև պարոն Խանդանյանը, Մարտիրոսյանը հանձնաժողովի նախագահի պաշտոնակատարը, այնտեղ էլի շատ բուռն քննարկումներ են եղել այն բարեփոխումների շուրջ առանց տեսախցիկների, որոնք որ տարիների ընթացքում իրականացվել են, դա էլ է չի աշխատանք։ Դրան գումարած խորհրդարանական դիվանագիտություն, դրան գումարած ինչ ասեմ, բազմաթիվ քննարկումներ տեսախցիկներից, որտեղ դա կարիք հասկանում եք ամեն քննարկում չի, աշխատանքային, ասենք հարց է ինչ-որ քննարկում, դետալային ինչ-որ դետալների մասին, որոնք հիմա ես հիմա պատմեմ, տեսեք դուք էլ արդեն սկսեցի մի քանի դետալ ասել, ձեր հետաքրքրությունն էլ կորավ։ Պատկերացրեք ամեն օր այդ աշխատանքային քննարկումները դնում տեսախցիկով, դա չի բանը նպատակը։ Հայաստանն այս հանձնաժողովի նախագահությունը վերցնելու է եւ տորպեդահարելու է եվրոպական ինտեգրման գործընթացը, փարատվում են եւ Չէ, ոնց են փարատվում, ընդհակառակը թեկնածուի ելույթից ես ամենևին եւ իմ երկրորդ հարցը հենց թեկնածուի ելույթին էր վերաբերում, պարոն Եղոյան, որպես հանձնաժողովը երկար տարիներ նախագահած պատգամավոր, ինչպես է գնահատում տիկին Արեգ Հովսեփյանի ելույթը, նրան տրված հարցերին տրված պատասխանները, էմոցիան միջից։ Դե տիկին Հովսեփյանը նոր պատգամավոր է, ինքը ակնհայտորեն դեռ պետք է ադապտացվի, հա, այս միջավայրին, բայց նաև տիկին Հովսեփյանը պիտի ասեմ, որ մի քիչ այդքան էլ լավ չի պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում եվրոինտեգրման process-ը, ԵՄ անդամակցության process-ը, հա գիտի ընդհանուր գծերով, բայց իր խոսքի քննադատական մասից ես հասկացա, որ ինքը process-ը ամբողջ դետալներով չի պատկերացնում եւ որ էլ ավելի վատ է, իրանք այդքան էլ լավ չեն պատկերացնում, թե Հայաստանում ԵՄ ինստիտուտներ
ոնց է ձևակերպել պարոն Կարապետյանը, Հայաստանում ԵՄ տեղայնացնել ասելով, մենք այդքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը։ Եթե մենք խոսում ենք անկախ դատական համակարգից, մենք նախ բազմիցս ենք ասել, որ էլ տեղ չկա, անկախ դատական համակարգը, էլ ոնց է լինում։ Ասում են գործը տարան, մարդը արդարացվեց, կալանքի տարան, կալանքը չտվեց, մեկինը տվեց, մեկինը չտվեց, էլ անկախ դատական համակարգը ոնց է լինում, որ 100% դեպքերում կալանքը չտան կամ 100% դեպքերում մարդիկ արդարացվեն, այդ մեկ, երկրորդ, բայց անկախ դատական համակարգ ասելով, Ճապոնիայում էլ կա անկախ դատական համակարգ, Ավստրալիայում էլ, Ամերիկայում էլ, դա հո եվրոպական գյուտ չի անկախ դատական համակարգը։ Եվրոպական ինտեգրման process ենթադրում է ԵՄ ինստիտուտների հետ մերձեցում, այսինքն Եվրոպայմանագրային բազայի խորացում։ Այս կետից սկսած, եթե մենք մեկ քայլ ուզում ենք խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ, մենք պետք է սկսենք բանակցությունները ասոցիացիան համաձայնագրի շուրջ։ Ասոցիացիան համաձայնագրի դա է մեր ինստիտուցիոնալ հաջորդ քայլը։ Նոր ենք սկսելու բանը։ Ես ասում եմ, եթե մենք այս կետից սկսած ուզում ենք խորացնել մեր հարաբերությունները, շուտ բայց չենք սկսել, դա վիժեցվել է 13 թվականին ու տենց էլ մնացել է դարակում այդ շուտվանից ոնց կարող ենք սկսել, եթե նոր է որոշումը կայացվել, օրենքը եթե անցած տարի ընդունվել, շուտվանից երբ այդ որոշումը չկար։ 2017-ին ՍԵՊԱ-ի համաձայնագիրը կնքվեց, բայց ՍԵՊԱ-ի համաձայնագրով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն կար, որպես Արցախի հարցի ուզում եք մենք խոսենք այդ մասին։ Մենք խոսել ենք, չէ՞, բայց այդ մասին։ Բա սկզբունքներից մեկը, բա մյուս երկուսը մոռացեք։ Սկզբունքներից մեկը, դրանից հետո անգամ 2020-ի պատերազմից հետո Ժոզեֆ Բորելը հայտարարեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Խոսքը ձեր աշխատանքի մասին է։ Մենք խոսել ենք չէ՞ մասին։ Դուք հիմա ուզում եք նյութ ստանալ, բայց ինչը բավարար աշխատանք Ինչի մասին եք դուք խոսում։ ՍԵՊԱ-ի համաձայնագրի մասին։ Ես ՍԵՊԱ-ից չեմ խոսում։ Բայց ես ՍԵՊԱ-ից եմ հարցում։ ՍԵՊԱ-ի համաձայնագրի կեսից ավելին կիրարկված է, արդեն մյուս կեսն էլ կիրարկման փուլում է, ամեն ինչ նորմալ է գնում։ Ո՞ն է տապալվել։ Դուք այդ համաձայնագիրը նույնիսկ մի էջ այդ համաձայնագրից չեք կարդացել։ Դուք գիտեք տապալվել է թե չի տապալվել։ Մի մի բան եք լսել, եկել ստեղ կրկնում եք։ Ասեցի, չէ, ասեցի։ Մոտ 50%։ Հա, բայն 50%-ով կատարել չէ, կատարի։ Կատարի process-ի մեջ է։ Դեռ պիտի կատարի։ Հա, իհարկե։ Դուք արդյունավետ եք գնահատում ՍԵՊԱ-ի համաձայնագրը։ Հաշվի առնելով այն խոչընդոտները, որ դրա ընթացքում ծագել էին, COVID-ը, պատերազմը եւ այլ, այո, որոշակի դանդաղում եղել է, բայց արդյունավետության նվազում ես չէի ասի, այսինքն համենայնպես մենք այդ հանրությունից չկա հանրություն, որ հետ կանգնած լինենք։ Կա բան, որ պետք է ասենք կիրարկվել մարտ ամսին, կիրարկվել է ապրիլ ամսին։ Հա, դա կարելի է լինի, մոտ 50%-ը կիրարկվել է, բայց կրկնում եմ ես։ Նորից եմ ասում, դրանից առաջ շարժվելու հաջորդ քայլը պետք է լինի ասոցիացիան համաձայնագիրը։ Ես սա մասն եմ խոսում, դուք ասում եք, բան չի ասել, բայ 50%-ը կիրարկվել։ ՍԵՊԱ-ում այսպեսի կետ կար, չեղավ, դրանից հետո Ախր դուք այդ կետի բովանդակությունը չեք հասկանում, դուք չեք հասկանում։ Մենակ ես չէ, շատերն են հասկանում, բայց դուք անկեղծորեն դա չեք հասկանում, էլի կոնկրետ դուք։ Ես չեմ ասում, դեռ միլիոն անգամ ես դահլիճում դա խոսացվել է, հիմա նորից ինձ բան է կանում, ինձ պետք է լեկցիա չեմ կարդալու։ Ընդհանուր առմամբ բայց այգո հոսեցության հարցում ինչ որոշում ունեք, այս հարցերի պատասխանը։ Որոշում չունենք, նիստ պետք է լինի ֆրակցիայի, այնտեղ պետք է ես չեմ կարող։ Անդադում են, եվրոպական ստանդարտ է։ Հարցերի պատասխանները կարծեն, այսինքն այս որոշումը։ Այո, ես շատ լավ այդ հարցը, կոնկրետ այդ կետը, այդ երեք սկզբունքները, դրանց միջազգային կոնտեքստը, դրանց կիրարկման հնարավորությունները, կոնտեքստը, ենթատեքստը, այնտեղ ներգրավված ուժերի նպատակները եւ հնարավորությունները ես հասկանում եմ շատ լավ, իսկ դուք չեք հասկանում ընդհանրապես, որ հասկանայիք, իմանայիք, որ թե ինչա տեղի ունեցել։ Դրա մասին միլիոն անգամ խոսացվել է։ Ինչ վերաբերում է որոշմանն հնարավոր է, որ չընտրեք։ Դուք դեռ մասը զգում եք հետևանքները, դուք չեք ինչա տեղի ունեցել, որովհետև դուք չեք գիտակցում մեխանիզմը ոնց է աշխատել։ Դուք այդ մեխանիզմի դետալների աշխատանքը չեք հասնում, դուք չեք պատկերացնում, թե ոնց են աշխատում միջազգային հարաբերությունները, որ գրած բառը ինչա նշանակում այնտեղ, եւ ինչ խոսքի կարող են լավ աշխատել, որ ավելի լավ հետևանքներ լինի մեր վրա։ Այդ հարցում ավելի լավ հետևանք չեք կարող։ Դատապակված է։ Այդ հարցում ձեր նշած հարցում։ Այլ հարցը միլիոն անգամ է դրվել գնահատականը, միլիոն անգամ խոսացվել է, այլ ես չգիտեմ, դուք ուրիշ նյութ չունեք սարքելու։
Ուզում եք կամ ինչ-որ սկանդալային բան Ճեպազրիցը բանավեճի ավերացնում ենք։ Բարիցետը պահեք, էլի հարցադրումների պատասխանելու, Եղան հնարավոր է, որ Տիկին Հովսեփյանի կողմը չքվեարկեք այլ տեխնիկներ։ Որոշումները կայացվում են ֆրակցիայում։ Ես ասեմ ոնց է կայացվում, էլի որոշումը։ Ֆրակցիան կազմված է 64 падգամավորից, ֆրակցիայի որոշումները կայացվում են պարզ չի կարող էլի, դա ասենք դա ասում եմ ես խոսում եմ էլի, ֆրակցիայում որոշումները այն որոշումները, որոնք որ պետք է կայացվեն ֆրակցիայում, կայացվում են ֆրակցիայում։ Այն որոշումները, որոնք որ պետք է կայացվեն վարչությունում, կայացվում են վարչությունում, որի անդամ է Նիկոլ Փաշինյանը։ Այն որոշումները, որը որ կայացնում է վարչապետը, կայացնում է վարչապետը։ Ֆրակցիայում քննարկվում է եւ քվեարկության է դրվում ձայների պարզ, ամենևին պարզ մեծամասնությամբ։ Ես չեմ կարող ասել, թե ով ինչպես կքվեարկի ձայների ինչ հարաբերակցություն կլինի։ Շատ պարզ, հիմա դուք իմ կարծիքն եք հարցնում, ես անձամբ իմ կարծիքը թույլ տվեք այս բանը չասել։ Ֆրակցիայում ասեմ, հա։ Տեղեկություններ կան, որ 13 հոգին, որ ընտրվել է եւ արդեն Խարանը, այո, իհարկեցին Արամ Բարթևանյանի օգտին։ Հա։ Եվ Խարանը արդեն այսպես ասած այդպես են հիմա խոսում քաղաքական կուլիսներում արժի միջակայքում, որ այդ 13 հոգին քան որ արդեն թիրախավորվել է, այնպես անել, որ այդ նույն 13-ը էլի գան, ապահովեն ընդդիմության համար պակասող ձայներ։ Ոչ մի տարբերություն չկա, ով կընտրի ընդդիմության տեխնացուն որոշումը կայացվում է ֆրակցիայի կողմից, անուն ազգանունները այդտեղ։ Բոլորը դեպք պատասխանատու, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, 70% ընտրակեղծիքներով ընտրվածներին հանձնաժողովի նախագահների պաշտոններում ընտրելու համար։ Նույնիսկ եթե ընդդիմություն հավաքի 1% ձայն, բառի բուն իմաստով եմ ձեզ ասում, 1% ձայն եւ իշխանությունը հավաքի 99% ձայն, այն 4-րդ աթոռի նախագահությունում պետք է զբաղեցնի ընդդիմադիր տեխնացու կամ չպետք է զբաղեցնի ոչ մեկ։ Պիտի մնա դատարկ, ինչպես նախորդ 4 տարիներին դատարկ։ Այսինքն ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնը կախված չի ընդդիմության հավաքած ձայներից։ Ասում եմ 1% մի ձայն է եթե հավաքի ընդդիմությունը, իրենք միևնույն է ազգային ժողովում ըստ ընտրական օրենսգրքի չեն մանիպուլացնում, կազմելու են 33%։ 33%։ Համարտահաճ է Փաշինյանի այդ հայտարարության մասին խոսել։ Չէ, ես դուք այդ Փաշինյանի հայտարարությունը կապում եք ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ ընտրել չընտրելու հետ։ Փաշինյանի հայտարարությունը կապ չունի ազգային ժողովի փոխնախագահ ընտրել չընտրելու հետ։ Ոչ, չունի, որովհետեւ դուք ասում եք իրենց ձայները ընտրակեղծիքով է, ասել է ընտրակեղծիք։ Դուք ասում եք, որ վարչապետն ասել է, որ իրենց ձայները ընտրակեղծիքով են, այսպես եւ այնպես է։ Ճիշտ է ասել, որ եղել է դա, բայց ես կրկնում եմ, նույնիսկ եթե հիմա կրկնում, ես հատուկ կրկնում եմ, եթե իրենք հավաքած լինեին ոչ թե քանի տոկոս են հավաքել, 20 քանի, չէ, 24, չեմ հիշում։ Ասեմ, նույնիսկ եթե 1% հավաքած լինեին, այստեղ նստած է լինելու 33% ընդդիմադիր պատգամավոր։ Հիշում եք 18 թվականին, երբ մենք հավաքել էինք 70%, ասենք այնտեղ ֆրակցիա կար հավաքել էր 10%, բայց իրենք այստեղ ներկայացված էին 15-20%-ով, համապատասխան բանաձևով։ Այն բանում ասում։ Ինչ եք ասում։ Ձեզ համար ընդունելի է, որ ձեր խմբակցությունը ընտրեց մի ուժի ներկայացուցիչի եւ կընտրի հանձնաժողովի նախագահների պաշտոններում ուժերի ներկայացուցիչների, որոնք ըստ Նիկոլ Փաշինյանի 100% ընտրակեղծիքներով են եւ 2 օր անց դառնում են 70% ընտրակեղծիքներով ընտրված։ Դուք ինչպես եք դա ձեր այդ հայտարարությունն այս գործողությունը ակնհայտ է, չէ՞ որ մեր հասարակության մեջ կան ընդդիմադիր մարդիկ, դա ակնհայտ բան է, չէ՞, հո հասարակության 100%-ը իշխանության համակիրը չի։ Եվ ակնհայտ է, չէ՞, որ մեր հասարակությունը խորհրդարան է գործուղել որոշ ընդդիմադիր ուժերի։ Ակնհայտ է, չէ՞ դա։ Եվ օրենքն ասում է, որ ընդդիմադիր ուժերը պետք է առաջադրեն փոխնախագահի տեխնացու։ Հիմա դուք ինձ ինչ եք ասում։ Ասում եմ, որ դուք ես չեմ հասկանում։ Ասում եմ մի ձայն է լինի, մեկ ձայն է որ ստացած լինի։ Էլի է տեղին է պետք է մարտավ։ Եթե միայն Արամ Վարդևանյանը ինքը ընտրած լիներ, ուժեղ Հայաստան կուսակցության մեկ ձայն ստացած լիներ եւ 99.99 ստացած լիներ ԿՊ-ն, միևնույնն է ուժեղ Հայաստան ֆրակցիան էլի բաղկացած է լինելու 20 քանի падգամավորից։ Եվ իրանք էին իրավունք ունենալու առաջարկելու այդ մի պարզ բան եմ ես ձեզ ասում, դուք ասում եք ընդունելի է։ Ներողություն, հարցը շատ։ Եթե այդ մի տոկոսը, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, ընտրակեղծիքներով է ձևավորվել, ձեզ համար ընդունելի է
ազգային ժողովի կանոնակարգի պահանջը մի տոկոսը ընտրակերտիկներով չի եղել, մի տոկոսը իրենց թվի մասին է, եթե մի տոկոսը աուտենտիկ ձայն իհարկե իրանք կարող է եւ ունենան։ Հա, այսինքն օրինակի համար։ Հիմա 100%-ով էլ չեք համարում։ Մենք քաղաքականությունից ենք խոսում, ոչ թե մաթեմատիկայից։ Դուք ասված ամեն ինչ սա քվանտային մեխանիկա չի, բառացի տենց ֆիզիկական իմաստով։ Մարդկանց բերանից դուրս Հա, դուք լուրջ մոտեցեք, բայց քաղաքականության մեջ բառերը կարող են լինել տարածական մեկնաբանություն։ Դուք հասկացեք վարչապետի ասածը նենց, որ մեծապես կտրակաշարքով ստացած։ Դուք տենց հասկացեք։ Ոչ թե հասկացեք նենց, որ բոլոր 360,000 Ներողություն 100% ասել։ Պարոն Եղոյան, Եվրամիությունից իսկ եթե մի տոկոս ընտրված ազգային ժողովը դեկիներ։ Ընկերներ, գոյություն ունի իրավական գնահատական եւ գոյություն ունի քաղաքական գնահատական։ Քաղաքական ուժերը կարող են քաղաքական գնահատականներ տալ։ Այն գնահատականը, որը կուզենան, բայց քաղաքական ուժերը չեն կարող ասել, դե քանի որ ես տալիս եմ այսպիսի քաղաքական գնահատական, այ դրա հետևանքով ընդդիմադիր տեխնացուին չեմ ընտրում ազգային ժողովի փոխնախագահ։ Այդպես չի լինում։ ԵԱՏՄ-ից Ռուսաստանի Դաշնությունից ուլտիմատում հնչում է կողմնորոշվեք մնում եք ԵԱՏՄ-ում դուրս եք գալիս։ Դիտակիր է Եվրոպական միությունից քան արձագանքներ Ռուսաստանի Դաշնության կողմից հնչող այդ ուլտիմատումների վերաբերյալ եւ ընդհանրապես Եվրամիության կողմից կա մեզ շտապեցնելու հարց չկա, Եվրամիությունը որևէ մեկին չի շտապ։ Ամենևին շտապեցնելու process չկա, Եվրամիությունը ընդհանրապես որևէ մեկին չի շտապեցնում, մենք ենք ցանկություն հայտնել, զերտացնել հարաբերությունները եւ իրենք ամեն կերպ մեզ աջակցում են այդ հարցում, իրենք շտապեցնելու հարց չկա, հարաբերությունները խորանում են։ Իսկ Ռուսաստանի Դաշնության այդ գործելավոճին ուլտիմատումին կողմնորոշվեք մնում եք դեր գնում եք Եվրամիությունը։ Դե պատասխանել են դրան եւ այդ մասին խոսակցություն չի եղել, չէ՞։ Եվրամիությունը այդ ոճի խոսակցություն չի տանում կներեք։ Իմ գործընկերոջ հարցին Արցախի ժողովրդի որոշումն բայց հստակում է այս սկզբունքը, որը ձեռնտու է Հայաստանում, մենք այդ մասին խոսացել ենք, չի ստացվում։ Ես ձեզ խորհուրդ չեմ լսելու ես ձեր հարցը, արդեն լսեցին, չեք ասում։ Դուք չեք հասնում, ես ձեզ եմ հիմա նույնը ասում։ Դուք այդ երեք սկզբունքների աշխատանքը մի մեխանիզմի մեջ չեք պատկերացնում։ Այդ երեք սկզբունքները մի մեխանիզմ են։ Ինչպես ավտոմեքենայի շարժիչն է մեխանիզմ, դուք ավտոմեքենայի ոնց որ ավտոմեքենայից չեք կարող շարժիչից մի կտորը հանել, ասել ես այս կտորն եմ տանում շարժիչի։ Ինձ ձեռնտու կտորը, ասենք թե Porsche Vivalcan չգերադասվեց, իրանք միասին են աշխատում։ Ինչպես ավտոմեքենայի շարժիչն է, իրանք միասին են աշխատում։ Ո՞նց աշխատեց մեր սկզբունքը, որը մեզ է։ Այդ մասին խոսացվել է միլիոն անգամ, եւ եթե դուք անկեղծորեն ուզում եք հասկանալ, կարող եք բացել ցանկացած։ Հասկանալ մեխանիզմը ասեմ են, ասեմ միլիոն անգամ խոսել են։ Լիսաբոնից են խոսել, Սիմոսը կերպերով